Սիրելի կոտայքցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Սիրելի կոտայքցիներ, սիրելի ժողովուրդ, այսօր այս պահին ես ուզում եմ, որ մենք մի վայրկյան կանգ առնենք և հետայաց հայացք նետելով հասկանանք, թե ինչ իրավիճակում ենք մենք եղել 18 թվականից առաջ։ Ուզում եմ արձանագրենք, թե ինչի դեմ ենք մենք պայքարել և հանուն ինչի ենք պայքարել և ինչ արդյունքներ ունենք հիմա։ Սիրելի ժողովուրդ, ինչ ունենք մենք 18 թվականից առաջ։ Ազատություններից զրկված քաղաքացի, սեփական պետության մեջ, սեփական տան մեջ, որոշումներ կայացնելու իրավունքից, իրական հնարավորությունից զրկված քաղաքացի, երեխաներ, որոնք զրկված են նորմալ մարդկային պայմաններում կրթություն ստանալու իրավունքից, քաղաքացիներ, տարեց անձինք, տատիկներ և պապիկներ, որոնք զրկված են նորմալ առողջապահական ծառայություններ ստանալու, բուժօգնություն ստանալու հնարավորությունից, կոռուպցիա, թալան, օլիգարխիա, ամենաթողության մեջ թաղված, լկտիացած պաշտոնյաներ։ Սա էր ինչի դեմ մենք պայքարում էինք, սիրելի քաղաքացիներ, 2018 թվականին և դրանից շատ ավելի առաջ։ Եվ սա էր ինչը մենք մերժել ենք 2018 թվականից հետո։ Սիրելի քաղաքացիներ, այս պահին ուզում եմ արձանագրենք, թե ինչ արդյունքներ ունենք մենք վերջին 8 տարիների ընթացքում։ 2018 թվականին դուք ձեր իշխանությունը ձեզ վերադարձնելով մեզ տվել եք մանդատ գնալու և փոխելու այն ամենը, ինչը եղել է 2018 թվականից առաջ, և մենք մոռացած անձնական կյանք, տուն, տեղ, ընտանիք, անհոգնել, ամեն բան արել ենք, որ արդարացնենք ձեր սպասելիքները։ Եվ հիմա ես ձեզ կներկայացնեմ մի քանի թիվ, թե այս 8 տարիների ընթացքում մենք ինչ ձեռքբերումներ ենք ունեցել։ Առաջինը և ամենակարևորը՝ խաղաղություն։ 2 տարուց ավել չենք ունեցել մենք զոհ հակամարտության պատճառով, սիրելի քաղաքացիներ։ Օգոստոսի 8-ից 25 թվականի օգոստոսից հետո մեր սահմանի երկայնքով գեթ մեկ կրակոց չի հնչել։ Սիրելի քաղաքացիներ, հարևանների հետ կարգավորվող հարաբերություններ, Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ հռչակագրի նախաստորագրում, Ադրբեջանի տարածքով Հայաստանի Հանրապետություն կատարվող ներմուծումներ, Ախալքալակ Կարս երկաթուղու Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար բացում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը աստիճանաբար մեր աչքի առաջ դառնում է իրականություն։ Եվ որն է սրա պրակտիկ նշանակությունը։ Բացի նրանից, որ տարանցիկ երկիր դառնալով մենք մեր անվտանգային ճարտարապետության մեջ մի հավելյալ կոմպոնենտ ենք ավելացնում, սա նաև շատ պրակտիկ նշանակություն ունի մեր համար։ Սա հնարավորություն է տալիս մեր պետությանը հավելյալ գումար աշխատել և էլ ավելի մեծացնել մեր պետական բյուջեն։ Մեր արտահանողն ավելի էժան է կարողանում արտահայտել իր ապրանքները և ավելի մրցունակ դառնալ միջազգային շուկաներում։ Մեր ներմուծողը կարողանում է ավելի էժան ներմուծել իր ապրանքները և ավելի էժան գնով վաճառել մեզ, ձեզ, բոլորիս։ Սա հանգեցնում է, հարգելի գործընկերներ, խաղաղության գործընթացը բնականորեն հանգեցնում է տնտեսական ակտիվության և տնտեսական աճի։ Հիմա տնտեսական աճի մասով։ Նախորդ տարվա տնտեսական աճը կազմել է 7,2%, սիրելի քաղաքացիներ։ Սա ահռելի թիվ է։ Երբ մենք այս մասին պատմում ենք մեր միջազգային գործընկերներին, նրանք ասում են, պատմեք մեզ ոնց եք դուք դա անում, որովհետև մեզ մոտ դա անհնար է։ 29 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունք 2025 թվականի համար։ 2018 թվականին համախառն ներքին արդյունքը եղել է գրեթե 12 միլիարդ դոլար և մենք այս 8 տարիների ընթացքում 2.5 անգամ ավելացրել ենք համախառն ներքին արդյունքը։ Համապատասխանաբար աճել է նաև մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը և 2018 թվականին արձանագրված մեկ շնչին հասնող հնան ևս 2.5 անգամ մենք ավելացրել ենք և 25 թվականին այն եղել է 9500 ամերիկյան դոլար։ Այս տնտեսական աճը հնարավոր է դարձրել մեր այլ կարևորագույն ռեֆորմ՝ առողջության համընդհանուր ապահովագրություն։ Մենք, սիրելի քաղաքացիներ, ամբողջ խորությամբ չենք գիտակցում այս ռեֆորմի
ողջ հեղափոխականությունը, ողջ բովանդակությունը մենք չենք գիտակցում եւ չենք հասկանում, թե երկարաժամկետ կտրվածքում ինչ ազդեցություն է դա ունենալու մեր բնակչության կենսամակարդակի, մեր կյանքի որակի վրա։ Սա ավելացնելու է մեր կյանքի միջին տևողությունը։ Այս պահին արդեն իսկ մենք գրանցել ենք պատմական առավելագույն կյանքի տևողությունը, կյանքի միջին տևողությունը այն է 78.6 տարի, բայց այս տեղում մենք կանգ չենք առնելու, որովհետև առողջության պարտադիր ապահովագրությունը, որը մենք ներդրել ենք, հնարավորություն է տալու մեզ ել ավելի լավարկել այս ցուցանիշը։ Հարգելի քաղաքացիներ, այս ռեֆորմի շնորհիվ այլևս ֆինանսական խնդիրների պատճառով մեր սիրելի տատիկները եւ պապիկները չեն մնում առանց պատշաճ բուժօգնության։ Վերջիններս այլևս իրենց մենակ չեն զգում իրենց առողջական եւ ֆինանսական խնդիրների առաջ, իրենք զգում են, որ իրենց կողքին ունեն պետություն, որը կանգնած է իրենց կողքին, բռնել է իրենց ձեռքից եւ ուղեկցում է նրանց միջև իրենց առողջական խնդիրների լուծում, թույլ չտալով, որ վերջիններս կախվածության մեջ ընկնեն այլոցից այս առումով։ Կենսաթոշակներ։ Մենք երբ եկանք իշխանության հեղափոխությունից հետո նվազագույն կենսաթոշակը 16000 դրամ էր։ Հիմա, հարգելի քաղաքացիներ, նվազագույն կենսաթոշակը 46000 դրամ է։ Մեզ հնարավորություն է ընձեռել այն տնտեսական աճը 2.5 անգամ աճած, համախառն ներքին արդյունքը 2.5 անգամ աճած, պետական բյուջեն հնարավորություն է տվել գրեթե եռապատկել կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում։ Այս ռեֆորմի շնորհիվ գրեթե 630,000 քաղաքացի կարողացել է ավելի լավ ապրել, ավելի բարեկեցիկ ապրել, նաև վերադառնալով առողջության պարտադիր ապահովագրությանը, ասեմ, որ նաև գրեթե 700,000 քաղաքացի օգտվելով դրանից կարողացել է իր կյանքի որակը էլ ավելի լավացնել։ Հարգելի քաղաքացիներ, կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 135 դպրոց, 306 մանկապարտեզ, այդ թվում Կոտայքում 24 դպրոց եւ 40 մանկապարտեզ։ Ճանապարհաշինություն 4735 կիլոմետր ճանապարհ ենք մենք կառուցել, սիրելի քաղաքացիներ, որից 257-ը միայն Կոտայքում։ Ջրամատակարարում շուրջ 1887 կիլոմետր երկարությամբ ջրագիծ է կառուցվել վերջին 8 տարիների ընթացքում, այդ թվում 206 կիլոմետրը Կոտայքում։ Սրա շնորհիվ շուրջ 149,000 շահառու այսօր ունի ջուր։ Մի երկու օր առաջ աչքովս ընկավ, որ Կալուգացի օլիգարխի եղբորորդին ասում է, պատկերացնում եք, մենք գնացինք Սայատնովա գյուղ եւ այնտեղ նրանք չունեին ջուր։ Մենք պատկերացնում ենք, որովհետեւ մենք այցելել ենք բազմաթիվ նման գյուղեր եւ բազմաթիվ նման գյուղեր ապահովել ենք ջրամատակարարմամբ։ Այդ դուք պատկերացրեք եւ դու, տղա ջան, գնա եւ հարցրու քո հորը, որը երկար տարիներ եղել է իշխանության, ինչու Սայատնովա գյուղը մինչեւ հիմա չունի ջրամատակարարում։ Գազամատակարարում շուրջ 723 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվել վերջին 8 տարիների ընթացքում։ Ձմեռը այլևս սարսափելի չի մեր քաղաքացիների համար։ Ոռոգման համակարգ է, շուրջ 672 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, այդ թվում 33.8-ը Կոտայքի մարզում, 81280 տնային տնտեսություն այժմ կարողանում է օգտվել ոռոգումից, որի արդյունքում շուրջ 28120 հեկտար հող կարողանում է ոռոգվել։ Փողոցային լուսավորություն 1757 երկարությամբ ճանապարհների լուսավորություն, այդ թվում 133.8-ը Կոտայքում։ Սիրելի ժողովուրդ, դուք փայլուն արդյունքներ եք գրանցել։ Այս ամենը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ դուք 2018 թվականին դուրս եք եկել փողոց, ձեզ եք վերադարձրել ձեր իշխանությունը եւ մեզ լիազորել եք, մեզ պատվիրակել եք, մեզնից պահանջել եք, որ այս ամեն ինչը մենք հնարավոր դարձնենք ձեր համար։ Եվ ինչ են գալիս ասում հիմա։ Հիմա գալիս եւ փորձում են ձեզ համոզել, որ հեղափոխությունը եղել է սխալմունք, որ հեղափոխությունը ձախողման է տարել մեր պետությանը, փորձում են կրկին ձեզնից խլել ձեր իշխանությունը ձեր քվեն։ Եվ ինչ մենք դա թույլ ենք տալու նրանց։ Ոչ, իհարկե թույլ չենք տալու։ Նրանք տեսնելու են իրենց ծորակը, բայց ոչ երբեք ժողովրդի իշխանությունը հետ խլել գողանալը։ Եվ ուրեմն, սիրելի քաղաքացիներ, 20-26-ին քվեարկում ենք 16-ին։ Հունիսի 7-ին, սիրելի քաղաքացիներ, գնում ենք ընտրական տեղամաս,
Վերցնում ենք 16 համարի քվեաթերթիկը եւ տեր ենք կանգնում խաղաղությանը, տեր ենք կանգնում առողջությանը, տեր ենք կանգնում մեր տնտեսական աճին, տեր ենք կանգնում այն բոլոր ձեռքբերումներին, որ մենք հիմա ունենք եւ շարունակելու ենք ունենալ։ Սիրում եմ բոլորիդ։